չզարմանաք։ Ահա որ ցուրտ էր։ Խանութ էի գնացել, մի քանի բան անցած անգամ վերցրել էի, տարա հետ տվեցի, վազքով տուն եմ մտել, ձմեռային շորերս հագել ու դուրս եկել։ Անձրև է իբր թե մաղում, բայց անձրև չի այդքան գալիս, ինչքան որ սառը քամի է խփում։ Ես էլ դե առավոտից խառը գործերով գաթա թխեցի, մի գունդ մնացել էր, ավտոյի մեջից ռակցիային տալինց կորում բան թխեցի, ֆիլով խոմորով բաներ թխեցի և խառը ճաշ մաշ ինչ-որ բան եկան ես մեր բնակ բաժնից սենց ասեմ ստուգել ու նորից տան ամեն ինչ ստուգեցին այդ կացան ջեռուցման ահագին երկար տևած հենց հետո ժողջան միջև հաց արկեցի հաց կերանք հիմար գնում եմ ճուտոյից բաժինը տանում եմ գնամ կենտրոնից վերցնեմ տանեմ տու իբր մտածում էի որ արևոտ է արև էր հիմա է մի պահ կորել արևը բայց այս որ է դուրս կգա դե տեսեք այս անգամ ինչ հրաշալի գաթաներ ստացվեցին խմորը շատ սառն էր եւ արդեն սառնարանից դուրս բերելուց հետո անմիջապես գործի անցա խոհանոցն էլ նույնպես սառն էր դրա համար լավ ստացվեց ես տխրել էի նախորդ անգամ Ողջ օրը արև եմ մտածում եմ երեխուն կվերցնեմ կգնանք այգի կխաղա ես եմ մի քիչ մաքրոտ կշնչեմ բայց փաստորեն այնքան սառն է խոսքով երևի կգնանք տուն ովքեր կաֆից գումարներ են ստանում ժողովուրդ ջան ուրախացնեմ ձեզ ապրիլի 1-ից գները բարձրանալու են RSA ստացողների Prime d'activité allocation famille արդեն դուք գիտեք թե դրանք ինչ են Ֆրանսիայում ապրողները գները բարձրացել են մի խոսքով այդ դրական լավ լուրը ասեմ ուրախացեք եթե դուք ստացող եք ահա արևը դուրս եկավ արևոտ էլի դա էր խաբուսիկը բայց անկեղծ ասած նույնիսկ չեմ շոքում անգամ մատերս կարծես թե սառեն ձմեռը նորից վերադառնում է մեզ մոտ բա էս էլ սա հավանեցիք տեսանյութերը որ գնացել են Նորմանդիա շատ քիչ մարդ ռեակցիա տվեց լավ էլ չնայեցիք այդքան ինչ նախնդիրը չեք սիրում նման բաներ կարծեմ հրաշք էին որ պիտի պարտադիր նայեք այնպես ծանրաբեռնված չի էլի որ տհաճ լինի կարճ էլ տեսանյութեր էր ինչև է ապրենանք ովքեր նայել են լայքել են գրել են պատճիկներս բոլորիդ դե կհանդիպենք Շուրջան չեմ կարող չկիսվել ես նոր Լուի Վիտոն խանութի մոտով անցա բայց եմ որ ասում հագուստովից մի դիմավորեք մի գնահատեք հագուստս չեմ կարող ասել բոմժերին են ռումինական են ցիգանական տաբրեր ինչ էր մի ընտանիք Լուի Վիտոնից լիքը գնումներ արած դեմ ինչ էլ ասեմ որ գեղեցիկ հնչի էլի հատկապես կնոջ խոսելաձևը ամուսիններ, հեշտ փոքր երեխա, մի մեծ տղա, մեծ խայձեռք երկու մեծ Լուի Վիտոնի այդ տոպրակներից, այդ կնոջ ձեռքին որ սուտ չխախուսամ և մի 7-8 հատ տոպրակ Լուի Վիտոնից գնումներ առաջ գորգորալոս են իրան ձևի բարձր տեից եմ ասում ոնց որ ռումինացիլն էին ձև խոսալով անցնում էին ասի միանալ ձեզ ասեմ զարմանկս կիսվեմ ցուրտ է արև ու ցուրտ ես լավ ախիլացի գտնվեցի տակ հագնվեցի Ժորժան գնում եմ ճուտոյին վերցնեմ տանեմ կոնսերվատորիա տեսեք Գաբրիելա Ստասյանը ինչ անակնկալ մատուցեց ծնողներին Բարի լույս սիրելի հետևորդներ հարմար պահ եմ գտել միասին զրուցելու բայց մինչ այդ գնանք միասին խոհանոց սուրճս աղամ թարմ սուրճ եփեմ եւ գամ այստեղ ձեզ հետ հաճելի զրույց ունենամ երկար ժամանակ է չենք հանդիպել տեսնում եք արդեն աչքերի պաչ եմ դրել եւ կոլագենով է այս դիմակը աչքերի դիմակը Եվ այս ընթացքում ինչ կզրուցենք ինքի ներգործությունը կանի, որից հետո հետևորդի խնդրանքով ցույց եմ տալու, թե
ինչպես եմ դեմքս մշակում։ Մի որոշ բաներ ցույց կտամ իմ ունեցածից, պարֆյումերայից, ինչ ունեմ, որն եմ օգտագործում, քանի որ մշտապես հետևորդը հարցնում է, թե ինչը ինչի համար է, կան մարդիկ, որ իմ տարիքի չգիտեն ինչի համար է, բնական է, նորմալ է։ Այդ իսկ պատճառով ես մոտիվացնելու նպատակով մեկ անգամ եւս կցուցադրեմ, եւ եթե կան մարդիկ, ովքեր նման խնամ չեն անում, նրանք էլ կմոտիվացվեն։ Դե ինչ վազեցինք խոհանոց։ Հիշեցման կարգով ասեմ, որ Bosch սրճաղացը իմ ունեցածը շատ լավ աղում է։ 16 թվականից մինչև հիմա օգտագործում եմ, քրոջս նվերն է, որ եկել էր Ֆրանսիա։ Տեսեք ինչքան մանր ու լավ է աղում։ Ահա, այսպես լցնեմ մեջը եւ արդեն եփեմ սուրճս։ Դե ժողովուրդ ջան, անցան գործի։ Զրուցելը ամենահեշտ ու լավ բանն է, չէ՞։ Եվ իմ էներգիան ապահովում է արդեն երեկվանից մագնեզիումը B6-ի հետ միասին։ Քանի օրեր չէի խմում, երևի 10 օր թողել էի, բայց անհրաժեշտությունը զգացի։ Սա լավագույն աղիների համար կարևոր բան է, եթե ունեք խնդիրներ, կարող եք օգտվել սրանից եւ հեշտությամբ կազատվեք այդ խնդիրներից։ Եվ շատ կարևոր է էներգիայի հաղորդում, միշտ գովազդում եմ, ասում եմ, ոչ թե գովազդելու համար է, այլ քավլիցի միայն իմ արդյունքները ստանալուց հետո այն ամեն ինչը որ լավ է, ես ձեզ ասում եմ, որ ունենաք։ Դե հիմա մեր դեղատանը այս տարբերակն է, ես գերադասում եմ սա, գինը մատչելի է, 3.50 է կարծեմ, եւ հարմար է, 45 օրվա համար է։ Օրը մեկ անգամ ես խմում եմ առավոտյան նախաճաշելուց հետո։ Կարող եք ճաշի ժամանակ էլ օգտագործել, խմել, կապսուլաներ են, բայց ոչ ավելի ուշ։ Սա հենց դրա համար է։ Կան նման մագնեզիումներ, որոնք նախատեսված են երեկոյան քննելուն են նպաստում, ներվերին են հանգստացում, ճիշտ է, սա էլ նման ազդեցություն ունի, բայց նմանը նշված է, որ էներգիա է հաղորդում, բնականաբար քննելուց առաջ մեզ պետք չէ էներգիա, որ չկարողանանք քնել։ Եվ հոգնածության, եւ լարվածության համար շատ կարևոր է մագնեզիումը խմելը։ Սա էներգիայի մասին էր եւ արդեն 2 օրվա մեջ փոփոխությունը նկատելի է։ Խորհրդությունից կարող եմ միայն դրական ասել, ակնթարթի պես անցան այդ 2 օրերը, շատ լավ տեղեր էին, չնայած ես 2 տեղում էլ եղել եմ եւ Մոնսան Միշելում եւ Օնֆլողում, բայց տպավորությունս արտակարգ էր։ 17 թվին է եղել Մոնսան Միշելում, դե հիմա 26 թիվն է, տեսեք քանի տարի է անցել։ Իսկ Օնֆլորում անցած ամռանն էինք հանգստանում, Նորմանդիայի այդ հատվածի քաղաքները, հատկապես Դովիլը հենց թանկ քաղաք էր եւ էլի տեսանյութ ունեմ, կարող եք նայել ճամփորդությունները, հետաքրքիր են։ Ինչու եմ նկարում, չնայած այս անգամ ասեցի, որ կարճ հավեսով, որպեսզի եթե դուք Ֆրանսիայում չեք լինելու կամ լինում են հիմնականում Փարիզում են լինում եւ շատ գողտրիկ վայրեր ունի, Ֆրանսիան առանձնանում է իր ամեն մի շենքը ունի պատմություն, այդ քաղաքի շենքը ունի պատմություն, չնայած եվրոպական երկրները հիմնականում հատկապես Իտալիան, Իսպանիան էլի ունեն, բայց Ֆրանսիայի պատմությունը մի քիչ ավելի գեղեցիկ է կամ էլ իրենք ավելի լավ են ներկայացնում։ Վայելելու պահն է, չէ՞, սուրճը ամենաշատ հիշում եմ, որ մենք հավաքվում էինք հարևաններով, որ լույս չկար այդ տարիներին, հավաքվում էինք, սուրճ էինք խմում ժամերով, բախտ էին բացում այն ժամանակ, զբաղվում էինք տարբեր թեմաներից, զրուցում էինք, հենց լույսերը տալիս էին, անմիջապես մոռանում էինք ամենաթեժ զրույցի պահը, կիսատ էինք թողնում, այլևս չէինք շարունակում եւ վազքով դեպի մեր տնակները գործ անելու, որովհետեւ 2 ժամ լույս էին տալու։ Շատ վատ տարիներ, դառը տարիներ, որ ափսոսում եմ, որ մեր երիտասարդ կյանքը անցկացրեցինք այդ վատ, մութ, խավար տարիներին։ Գազը չկար, լույսը չկար, վառելիք չկար, շատերը պայմաններ չունեին, հələ լավ էր մեր բախտը բերել էր, որ մենք գերմանական տնակում էինք, էլեկտրաէներգիայով էր տաքանում, կաթսաներ էին ջրով,
ջուրը տաքանում էր եւ մենք երբեք որ ասում մեկ ձեռքով չեն գլողացել, նույնիսկ մարդիկ էին գալիս մեր տանը լողանալու, գոնե մի դրական բանը կար այդ վատ տարիների, բայց չկար սնունդ, չկային խանութներ, վարսավիրանոցներ, անիմաստ մեր երիտասարդ կյանքը անցավ ներվային ապրումների մեջ, դրա համար է բոլորս տարբեր հիվանդությունների տեր դարձանք, հենց դրա համար եմ ասում, որ այստեղ լինեինք, տես ինչ հնարավորություններ կունենայինք, կարճ ասած գնամ բերեմ այդ ամեն ինչը, արդեն սուրճս վերջացնում եմ եւ արագ ցուցադրեմ։ Սկսեցինք Ժողովուրդ ջան ներկայացնեմ ինչ եմ անում, ինչ ունեմ, այս պահին ինչ ունեմ էլ եւ որովհետեւ սրանք փոխվում են նմանատիպ տարբերվող ամեն ինչով։ Հիմա այս պահի դրությամբ, եթե տեսնում եք պատճերը արդեն չորացան այս ընթացքում, նշանակում է իրենց այդ ազդեցությունը վերջացավ։ Սա թարմացնում է, եթե կոլագենով է, հակակնճռային է, եթե նայում եք արդեն շատ հետաքրքիր ձևով ինքը իր հարցերը լուծել է։ Այսինքն այն ուռածությունը, հոգնածությունը անց է կացնում։ Կան տարբեր դիմակներ, որոնք խոնավեցնում են ամեն ինչ, չնայած սա էլ ունի խոնավեցնելու հատկություն։ Ինչևէ, աչքերի պատճերը կարելի է դնել շաբաթական 2-ից 3 անգամ։ Եթե արդեն դիմահարդարված եմ լինում, ես մշտապես ուրեմն քսում եմ աչքի կրեմներ, դեմքի կրեմներ, սա մշտապես եւ շրթներք։ Աչքերի դիմահարդարում հազվադեպ եմ անում տոնական օրերին։ Աչքերս մաքրում եմ Իվ Ռոշեի հատուկ այս հեղուկով, որը նախատեսված է աչքերի համար, այնտեղ կա նաև երկֆազանի, եթե դուք ուզում եք, կարող եք, եթե ինչ-որ շատ կնճիռներ կամ չոր է ձեր մաշկը, այդ երկֆազանի աչքերի հեղուկով կարող եք մաքրել, ինքը լավ խոնավեցնում է։ Ես փնտրում եմ այն, ինչը որ ալերգիա չի առաջացնում։ Ուրեմն աչքերս թրջում եմ այս բամբակը եւ այսպես շրջանաձև մաքրում եմ։ Եթե անգամ թաթիչները ներկած լինում, շատ լավ մաքրում է։ Սա աչքերս մաքրելուց հետո արդեն կաթիկով, որ էլի փափկեցնող հատկություն ունի, նորից արդեն դիմահարդարումս եմ մաքրում, սա աչքերիս տակ չեմ քսում։ Դիմահարդարումս մաքրեցի, վերջացրեցի, վերջնական մաքրում եմ այս տոնիկով, էլի թրջում եմ անունը, բայց կարող է այնպես պատահի, որ ես այդ օրը պարզապես լվացվեմ, այսինքն դիմահարդարումս մաքրեմ լվացվելով, կամ ամեն անգամ բաղնիք ընդունելուց, դուշ ընդունելուց, ես անպայման դեմքս լվանում եմ լվացող նման բաներով։ Սա փոշի է, շանելից է, մի փոքր պրիսիպ անցնում ես, ինքը փրփրում է եւ լավ մաքրում է։ Սա ռուսական է, խաղողի բան է, էլի է ձև խաղողից պատրաստված, որը հակակնճռային է, շատ լավ խոնավեցնում է, լավ մաքրում է դեմքը եւ նոսիբեի այս սա մաքրող այս լվացող հեղուկը, որը որ թեթև է, ես ընտրել եմ լեժեն, կա սրա շատ ուժեղ է, եթե ճարպոտ է շատ ձեր դեմքը, ապա սա իսկականն է լվալու համար։ Ուրեմն երկու տարբերակում էլ դեմքս մաքրեցի, վերջացրեցի, արդեն դե վզիսել եմ քսում, մաքրում եմ, չէ որ կրեմը քսելու ժամանակ կարող է տարածվի։ Այս ամենը մաքրելուց հետո դեմքս լինում է լրիվ մաքուր։ Հա, իդեպ սա էլ է, Իվ Ռոշեի լվացվելու գելն է, սրա մեծնել եմ ունենում, այս փոքրն է մոռացա ցույց տամ։ Տարբեր։ Նայած թե որ ժամանակ ոնց եմ անում։ Հիմնականում ես մաքրում եմ, հիմնականում։ Միայն լողանալու ընթացքում եմ լվացվում։ Կամ էլ իրոք ալարում եմ, ուշ է լինում, ինչ-որ տեղ եմ գնաց այցելում, ժամանակ չեմ ուզում ծախսել, մանրակրպի այդպես տոնիկով մաքրելու, ուրեմն օգնության են գալիս լվացվող գելերը։ Արդեն լվացվեցի, դեմքս մաքուր է։ Ես ձեզ ասել եմ այս նուշի յուղի մասին, դեմքի յուղեր տարբեր կան, վարդի յուղեր, դեղցի յուղեր շատ կան։ Ուղղակի սրա տարբերությունը նա է, որ ինքը դաքաները տարիքային կամ հիվանդության հետ կապված, ինքը գունաբացում է։ Կարելի է քսել նաև աչքերի տակ։ Քսում եմ սրանից, եթե չունեք, խնդիր չէ։ Կամ երեկոյան արդեն քսում եմ նույն ձևի աչքի կրեմ, որը La Roche-Posay-ն է, դեղատնից եմ գնել, հակակնճռային է, խոնավեցնող հակակնճռային է։ Դուք կարող եք ընտրել ձեր տարիքի համապատասխան։
Եվ արդեն հիմա, քանի որ իմ դեմքը մաքուր է, ես կարող եմ քսել այս կրեմը։ Այսպես մատերի շարժումով տարածում ենք կրեմը։ Կրեմը ներծծվում է, շատ ուժեղ չենք տարածում, աչքի կրեմը քսելուց հետո կարելի է մերսումներ անել, կարելի է չանել, բայց արդեն որ այսպես անում եք, արյան շրջանառությունը կարգավորում եք դեպի աչքեր։ Աչքերի կրեմը քսելուց հետո, ժողովուրդ ջան, ուրեմն դեմքը խոնավացնող նման սերումներ են ասում, սերումը չգիտեմ ինչա, որ թույլ է ավելի իր ստրուկտուրայով, տեքստուրայով, եւ այսպես արդեն խոնավեցնող ինքը հատկություն ունի, քսում եմ դեմքիս, շատ անուշ է, Իվ Ռոշեից է, որպեսզի չհոսի թափվի, ճակատը անպայման եք մշակում, շատեր ունեն, չէ, կնճիռներ հենց այստեղ ջղային մարդիկ, այդ ունքերի շրջանում, ովքեր շատ ծիծաղկոտ են, նրանց աչքերի շրջանն է շուտ կնճռոտվում, ահա, սա էլ քսեցինք եւ կարելի է ձեռքերով մերսումներ անել, կարելի է նաեւ մերսումներ անել համապատասխան գործիքներով։ Ես ունեմ էլեկտրական, ճիշտն ասած այս պահին էլեմենտը պիտի փոխվի, երկար ժամանակ է չեմ օգտագործել, նստած է։ Արդեն պրակտիկ ավելի հեշտ ձեռքիս օգտագործելու ունեմ ուրեմն սա, որով կարելի է անընդհատ մերսել, արյունը ակտիվացնել դեմքի վրա եւ սկզբում լավ սառն է այս քարը, ինչքան գիտեմ սաթ է քարը եւ շատ լավ է, հատկապես ինձ համար սա շատ կարեւոր է, որ գիտեք, որ ես ապարատով եմ քնում, որն է սեղմում է հենց դեմքիս վրա, ճակատիս մի խոսքով խնդիր է եւ այսպես շարժումներով ընդամենը 5 րոպե, պարտադիր չէ ամեն օր անելը, բայց որ սկսում եք անել, անում եք, ես էլ այնպես չի, որ ամեն օր այս գործիքով մերսում եմ անում, բայց երբեմն անում եմ այդ պահին հարմար լինելու համար, հատկապես այս շրջանները, ահա, ունեմ նաև գուաշա, որի մասին շատ տեսանյութերում բացատրել եմ, ցույց եմ տվել, արել ենք միասին, եթե չեք տեսել, ովքեր չեն եղել այդ ժամանակի իմ հետևորդ, էլի նույն շարժումները, նույն շարժումները, ժողովուրդ ջան, եթե ձեր մկանները գնդված են, հարթ չեն, կարող է ցավեր ունենաք դեմքի վրա, որը նշանակում է, որ դուք երբեք չեք մերսել դեր դեմքը, նույնը էստեղ, նույնը ունքերի համար եւ արդեն աչքերի, այսպես։ Տեսնում եք սրա ազդեցությունը ինչքան ուժեղ էր, արդեն կարմրացրեց։ Եվ արդեն, որպեսզի կրկնակզակ չլինի։ Ահա, սա մոտավորապես ցույց եմ տալիս, որ ասում եմ ձեռքիս հետ եք մի երկու բան էլ անում եմ առիթից օգտվելով։ Եվ արդեն իմ շուտվա, շատ շուտվա ամենասկզբի ձեռքի մեխանիկական այս մասաժորը, որ էլի նույն ազդեցությունն է, ու սա շատ լավն է, ինքը մի փոքր փշոտ է եւ արդեն շատ լավ է, ավելի հետո նեղեց, հա, ավելի լավ է մերսում։ Այս նույնը ձեռքով եմ անում, տեսանյութերում կարող եք նայել։
Հիմա իմ դեմքը ակտիվ է, արյունը շրջանառությունը նորմալ է, այն նույն ձևի է ստը։ Շրջանառությունը նորմալ է, արդեն այդ, շիճուկը, տեսակ որ իշեցի այերի, շիճուկը ներծծվեց, ունեմ նաև Շանելից սիճուկ, նույն ֆունկցիան է անում, սա քիչ է մնաց է կվերջանա ու արդեն կսկսեմ օգտագործել Շանելի այս շիճուկը։ Եվ արդեն ունեմ խոնավեցնող Իվրոշեից կրեմ, հակատարիքային և գունաբացող լաքաների համար նախատեսված կրեմը C վիտամինով, այսինքն տեսեք սիճուկը քսեցի, խոնավեցում եմ անում սրանով, եթե եղանակը հատկապես գարուն է, չոր է, սրանով եմ խոնավեցնում, կամ սրանով կամ սա էլ մի քիչ հետո դրա վրայով, հիմա արդեն սրանից եմ քսում, որովհետև շատ լավ է որակը ու ի զարմանս ինձ, ես չգիտեի, որ այսպես լավ հատկություն կունենա, համ խոնավեցնող է դվավադնում, դրա համար եմ ասում, արդեն սա եմ ընտրում, և լաքաներ, C վիտամին է, որը դեմքի համար շատ կարևոր է, դրա համար ես առայժմ իմ ուժերով եմ այն ամենը անում, որպեսզի թարմ, մշակված, խնամված դեմք ունենամ։ Քսում եմ նաև պարանոցից, բայց զոպի հատվածում չեմ քսում, եթե նկատում եք իմ շարժումները ինչպիսին են, այսպես ու դեպի այս մասը, դեպի այսպես ու այսպես։ Մնաց ճակատս արդեն, ճակատն էլ անպայման կրեմը նույնիսկ մերսելիս, առանց մերսելիս, այս ձև վերև եք տանում, որ այստեղ բաներ չառաջանա, գծեր, մծեր, կնճիռներ, այս էլ է ժողովուրդ ջան, էլի ինչ տանում ենք դեպի այս մասը ու այստեղից, ներքև, տարանք, բերեցինք ներքև, այս էլ էր, հիմա, մի քանի րոպե հետո կամ արդեն տեսնում ենք, որ ինքը սկսում է ներծծվել, դուրս գալուց առաջ միշտ հատկապես Հայաստանի բնակիչները պարտադիր արդեն պետք է գցեն SPF ֆակտորով կրեմ, որը չի թողնում, որ արևի ճառագայթները վնասեն դեմքը, հիմնականում սա Հայաստանում պետք է ամբողջ տարին քսել, այնտեղ արևը ավելի շատ է, չնայած անկախ արևից, օդի մեջ էլ ճառագայթներ կան, խորհուրդ է տրվում, որ միշտ քսեն այս SPF ֆակտորով, տեսա 50-ներ, 30-50 նման կրեմներ։ Հիմա ես սա չեմ քսում այս պահին, քանի որ տանից հիմա դուրս չեմ գալիս, դուրս գալուց 20 րոպե առաջ քսում ենք այս կրեմը, արևապաշտպան, մի քանի րոպեից հետո ես ունեմ 2 տոնային կրեմներ, մեկը Շանելից է, շատ լավ է, սա հատուկ այսպես տեղ գնալուց եմ քսում, ինչու, որովհետև իմ մեջ SPF ֆակտոր չկա, իսկ հիմնականում SPF ֆակտորով հենց կիկոյից եմ վերցնում, SPF 30 ֆակտորով այս կրեմն եմ հետո վերջնական քսում, տեսեք ինչքան բան քսեցի, որովհետև դրանք են հենց պաշտպանում դեմքը, և եթե նայում եք, չգիտեմ ոնց է երևում, իմ տարիքի համեմատ իմ մաշկը դեռ թարմ է, լավ վիճակի մեջ էլի, չեմ ասում գերազանց է, դե բնական է երիտասարդ չի, բայց թարմ է ու պահպանված է, խնդիրներ, պրոբլեմային դեմք չէ, եկանք էստեղ, ունեմ աչքերի արդեն տոնային, այսպես ասեմ, կրեմներ, որը որ տարբեր են, մեկը այս է, պահի դրությամբ սա է, ունեմ դեռևս, որ դեռ պիտի բացեմ, կիկոյից եմ անում, սա կիկոյինն է, սա էլ ինչ-որ
ու թե ինչ ֆիրմայի է, մի խոսքով արդեն դուս գալուց առաջ սրանից եմ քսում եմ նախկինում քսում էի այստեղ էլ, բայց հետո տեսա, որ այստեղ որ քսում եմ ինքը տանում խուճուճացնում է ու կնճռոտ է դարձնում, հատկապես դե արև է լինում է, ես էլ աշկի ես կկոցում եմ ու այդպես վատ է ցույց տալիս, մի խոսքով այ այսպես էլի տարածում եմ, ինը մյուս աչքս, չմոռանամ սպասեք, ես էլ անեմ ու անցնեմ տոնայինը ցույց տալու, ահա, այսպես զգուշորեն տարածում ենք և արդեն ծածկում է, իսկական դիմահարդարման, տոնական դիմահարդարման համար չեմ ես սա ցուցադրում, նրանք մի քիչ ուրիշ են, տարբեր բաներ են օգտագործում, փայլեր մայլեր ունեմ ցույց կտամ, բայց ես չեմ օգտագործում, մի տեսակ անբնական է ստացվում, ես բնականի կողմնակից եմ, ահա, սա էլ արեցինք, վերջացրեցինք, արդեն ասեցի, որ տոնային կրեմը քսում եմ այս վրձնոտ պարտադիր, վրձիները լվանում եմ, լիքը կրեմ է թափվում, կրեմի խնայողություն չի լինում, բայց արդեն սրանով շատ հարմար է, ուրեմն այս այդ փայլերն են, որ ասում եմ, մարդիկ նկատած կլինեք դիմարնեք թերին, ես կոմերը փայլեր են անում, ձևափոխում ես դրանք չեմ անում, ինչ ունեմ այստեղ ցույց տալու, ահա, ունեմ ստվերաններ կեր, էլի շանելից է, շատ սիրուն գույներ են, ոչ միշտ եմ քսում, բայց երբեմն հաճելի է, քսում եմ, ես ձեզ մոռացա դիմակները ցույց տալ, ամսանելուց հետո, որ ինչ դիմակներ եմ նաև դեմքիս դնում, ունեմ այստեղ բազմաթիվ վերևից ես ցույց տամ շրթներ կեր, հիմնականում նույն երանգի կարմիրագազարագույն երանգներն են, դեմքի դիմակներ դնում եմ, սա սպիտակեցնող դիմակ է, ցույց եմ տվել ձեզ, ուշ եմ դնում ես, ճիշտ ասած, խոնավեցնող այս դիմակն եմ դնում, շատ լավն է, որը կարելի է նաև չլվանալ, լավ թույլ է և շատ հարմար է, դե հիմա եթե ես պահին սա ունեմ, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ կարող է ես նույն դիմակից գնեմ, ամեն անգամ փոխվում են, բայց խոնավեցնող դիմակներ պարտադիր է, հետո ես, եթե նկատել եք, պատրաստում եմ ինքս տնային դիմակներ, որոնք ավելի լավ են դեմքի սնուցման համար, իմ բոլոր տեսանյութերում ես դա ցույց եմ տալիս, կարծում եմ բան չմոռացա, այստեղ ունեմ նաև մարմնի այս կրեմը, որը որ էլի օգտագործում եմ, Yves Rocher-ից է, շատ եմ սիրում, Evidence-ի կաթիկն է, կրեմ չինքը խիտ չէ, թույլ շատ անուշոտով, ձեռքերի կրեմ բնականաբար, ամեն երեկո քսում եմ պարտադիր, ու դեռևս այստեղ հավանում եմ միայն Yves Rocher-ի այս ձեռքերի կրեմը, ոտքերի կրեմից այս նմանատիպ կրեմն եմ գնել, վատ չի, վազելինային խառնուրդով է, և արդեն վերջ սիրելիներս, եթե արդեն պետք է թարթիշներ քսելու ունեմ էլի շանելից է և Yves Rocher-ին եմ շատ հավանում, դա եմ օգտագործում, հոտը շատ լավն է, այստեղ մատիտներ շրթներկերի հետ, ահա, այս պահին ունեմ սրանք դիմահարդարման դեմքը մշակելու համար, կարևոր է ավելի շատ խնամքի միջոցները և ոչ թե դեկորատիվ կոսմետիկան, իսկ շատերը հակառակն են անում, դեկորատիվ են շատ օգտագործում, մոռանալով խնամքները, այսքանը, հիմա շրթներկերս ցույց տամ Ժորժ ջան և արդեն ավարտենք, ուրեմն բացեցի, որպեսզի հեշտ լինի, իսկ ես մյուս շրթներկը շատ հետաքրքիր ձևով է բացվում, ինչպես նաև ստվերաներկը, փոխում եմ, սա երկգույնանի շրթներկ է, հեսպային սա է դրած, բայց կարող եմ փոխել և դնել այս վառ գույնը, որ պետք է արդեն փոխեմ, ահա, սա էլի փականը, ունեմ այստեղ շրթներկ, ուրեմն սա Faberlic-ից է, շատ անուշ գազար է, Kiko-ից է գազարագույններ, սա էլ արդեն բաց այսպես գույնի, բայց մի հատ էլ բեժ ունեի, Kiko-ից, ոնց որ չկա,
երևի ուրիշ տեղ եմ դրել։ Այստեղ ունենք ռիմելից էլի վարդագույն, կարծում եմ գույները լավ են երևում։ Սա արդեն կարմիր ռոմանտիկ է կոչվում, Շանելից է, բորդո է Շանելից է, բաց ռոզվի է Դիորից է, ահա, հիմնականում նույն երանգներն են։ Մատիտներս շուրթերի, էլի գազարներ, այստեղ նայ գույները, էլ չասեմ, սա էլի կարմիրն է, որ ես միշտ օգտագործում եմ, աչքի մատիտներն են, որ երբեմն քսում եմ, այս նոսիբեից է, սրանք, հա, էլի նոսիբեից են, սերի սև, փիրուս, փայլուն, ադոպտից եմ գրել և սա էլի փայլուն, սա կարծեմ, այո, մատիտ է աչքերի, մուկ կարիճնվի, որ ծիներից հետ սիրուն կա, ահա, այս քանը ժողովուրդ ջան, տանեմ հիմա սրանք տեղավորեմ։